Մենք Ռուսաստանի շահերը վնասելու խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու, բայց մենք լիարժեք նաեւ նվիրված ենք մեր պետության շահերին։ Եթե մենք գնահատենք, որ մեր որոշում կայացնելու պահը հասունացել է, մենք չենք սպասի, որ ուրիշները մեզ ասեն, որ որոշում կայացնելու, որտեղ դա ի վերջո մեր որոշումն է, չէ՞։ Հայաստանի վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների խնդրանքով արձագանքել է Ռուսաստանի նախագահի մայիսի 9-ի հայտարարությանը։ Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր հանրաքվեի դնել Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցը, որպիսի իրենք էլ համապատասխան հետևություններ անեն եւ գնան փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Ռուսաստանի նախագահը միևնույն ժամանակ հիշեցրել էր Ուկրաինայի մասին, նկատելով, որ այնտեղ կատարվողը սկսվել է նրանից, որ Ուկրաինան փորձում էր անդամակցել Եվրամիությանը։ Փաշինյանն ասում է, վիճաբանությունների մեջ չեն մտնելու հարցերը քննարկելու են աշխատանքային պայմաններում։ Ապահարզան ձևակերպման հետ էլ համաձայն չէ։ Ես ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները, եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Փաշինյանը նկատում է, որ երկու երկրների միջև տեղի է ունենում հարաբերությունների տրանսֆորմացիա։ Հայաստանը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որը հրապարակային է եւ որի տակ դավադրություն թաքնված չէ։ Իրենք ըստ նրա շարունակելու են առաջնորդվել Հայաստանի պետական շահով եւ Ռուսաստանի հետ էլ շարունակելու են հարաբերությունները զարգացնել այդ հարաբերություններում տրանսֆորմացիայի ըմբռնմամբ, որն ի դեպ Փաշինյանի գնահատմամբ անխուսափելի է եւ բխում է օբյեկտիվ իրականությունից։ Ես հասկանում եմ, որ նաև որոշակի հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, որոշակի պարզաբանման ենթակա նրբություններ կան, բայց իմ գնահատականն այն է, որ մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց լրացուցիչ սրելու եւ մենք այդ տրամաբանությամբ էլ գնալու ենք։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք այդ աշխատանքային հարաբերությունները ունենք հիմնված փոխադարձ վստահության վրա, մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում եւ միջավայրում, փաստարկների եւ փաստերի վրա հիմնվելով եւ ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ։ Փաշինյանի դիրքորոշումը չի փոխվել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարց Հայաստանի օրակարգում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ դե յուրե եւ դե ֆակտո չկա այդպիսի ընտրության անհրաժեշտություն։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ անդամ լինելն ու Եվրամիության անդամակցության ուղղությամբ աշխատելը դեռևս համատեղելի են։ Մենք ավելի լավ գիտենք, երբ այդ որոշում կայացնելու փաստն այն է, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք։ Փաստն այն է, որ մենք ընդունել ենք եւ Եվրամիության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք եւ փաստն այն է, որ այդ երկու փաստը համատեղ իրար հետ գոյություն ունեն։ Այդ նշանակում է, որ այդ երկու փաստերը իրար հետ համատեղ գոյություն կարող են ունենալ եւ երեք էլ գոյություն ունեն այդ փաստերը իրար հետ, այսօր էլ գոյություն ունեն։ Անդրադառնալով հարցին, որ Ռուսաստանը պահանջում է արձագանքել նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու իրենց հասցեին հնչեցրած սպառնալիքներին, Փաշինյանը հիշեցրեց, որ այդ գագաթնաժողովը բազմակողմ հարթակ է, անկախ դրա անցկացման վայրից, եւ այնտեղ հնչում են տարբեր կարծիքներ։ Ինքը չի համարում, որ թեկուզ լինելով հյուրընկալող երկրի ղեկավար պետք է գրաքննի կամ պարտադիր արձագանքի ամեն ինչի։ Շեշտեց Հայաստանը փոքր երկիր է իր օրակարգի շրջանակում եւ համաշխարհային կայունության ու խաղաղության հարցում համեստ դերակատարում ունի։ Եղել է նաև, որ իմ ներկայությամբ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց ես չեմ հիշում, որ Ռուսաստանի Դաշնությունը ինձ ակնկալել, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին։ Այսինքն նկատի ունեմ, ես պատեհ չեմ համարում եւ Հայաստանի Հանրապետությունն էլ այո եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր է, Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ապա անդամ երկիր է, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստին։ Փաշինյանն այդ մասին Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է ապրիլի հանդիպման ժամանակ, երբ հայտնել էր նաև նախընտրական քարոզարշավի բերումով մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին չմասնակցելու մասին։ Նախորդ օրն Ղազախստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցում նրան է տեղեկացրել, որ ԵԱՏՄ նիստին ներկա չի լինի։ Մայիսի 28-ին Հայաստանում նախատեսված է զորահանդես հաշվետվություն։ Փաշինյանն ի դեպ վստահ է, որ Հայաստանի քաղաքացին այդ օրը տեսնելու է նոր որակի եւ նոր մակարդակի բանակ։ Նախորդող 3 տարիներին մենք շուրջ 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում, տասնյակ ձեռնարկություններ եւ գործարաններ են ստեղծվել, որոնք արտադրանք են թողարկում։ Գարեգին երկրորդը այցելել էր Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Դա որ ավելի շատ աշխարհիկ այց էր, արդյոք քաղաքական աջակցություն չէ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժին։ Լրագրողի այս հարցին պատասխանելով Փաշինյանը նկատեց. Կտրիչ ներսիսան այդ վեղարի տակ արդեն անարգանք է եկել հարցին։ Կտրիչ ներսիսանը վաղուց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից մեկն է։ Ուղղակի այն տրամաբանությամբ, որ ինքը որոշակի իրեն հատուկ խորամանկությամբ այնպես անում է, որ ինքը ուրիշներին հրահրի, քաջալերի եւ ինքը այդպես մնա ստվերում։ Փաշինյանը հույս ունի ու կարծում է Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում կհանգուցալուծի նաև այս իրավիճակը։ Աննա Զախարյան, լուրեր։